Hor եւ Որդվո եւ Օգվին Սրբո ամեն։ Արիաբադիվ քերաբայձար դիարք, քերարկելի քերաբադիվ վարտավետներ, սիրելի ժառանգողներ, հույս սիրելի հավատացյալներ։ Բարի լույս բոլորին, buongiorno a tutti։ Մարգոսի ավետարանը համապարփար ավետարաններուն առաջին գրված ավետարանն է ըստ Սուրբ Գիրքի մասնակետներուն։ Ինչպես բոլորս գիտենք, Երուսաղեմի դաջարին գործանում են ետք, եղած է առաջին ավետարանը, որ գրված է, եւ որովհետեւ առաջին ավետարանն էր եւ առաջին ցևով ժողովրդական պատմությունն էր Քրիստոսի մեր Տիրոջ ապրած կյանքի մասին այս աշխարհի վրա, գրված է նաեւ շատ բարձ հունարենով։ Ավետարանի մասնակետները Մարգոսի ավետարանը կբաժնեն գլխավոր երկու մասերու։ Առաջին բաժինը մեսիանական բաժինն է, որ կգետրոնանա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշտոնին վրա որպես աշխարհի փրկիչը, եւ երկրորդ մասը, որ կգետրոնանա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեսիանական առաքելության վրա, որ է աշխարհի եւ մարդոց փրկչակորձության խորհուրդը։ Եվ այսօրվա ավետարանի հատվածը, որ գարտացինք, քաղված 11-րդ գլխուն վերջին բաժինեն, կպատկանի երկրորդ բաժինին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին։ Եվ ամեն առաքելություն իշխանություն գունենա։ Եվ այդ իշխանությունը դվողեն գախում ունի, թե ինչքան մեծ առաքելություն է։ Եվ ինչպես բոլորս գիտենք, Սուրբ Գիրքի մեջ հաճախ կտեսնենք, որ հրյա մեծամեծները միշտ վիճաբանության մեջ կմտնեն Հիսուսի հետ, փորձելով, ինչպես այսօրվա ավետարանի մեջ, թագարտը լարել իրեն։ Բայց հասկանալու համար իսկապես այս հագաջարությունը, որ հրյաներում մեծամեծները ունեցան մեր Տիրոջ հետ այսօրվա ավետարանի հատվածի մեջ, պետք է նաև տեսնել, թե ինչ պատահած էր անգի առաջ, որ այս հագաջարությունը մեջտեղ ելավ։ 11-րդ գլխուն սկիզբը Մարգոսի ավետարանին, ավետարանիչը մեզի նախև առաջ կպատմե մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փառավոր կամ հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եվ հոն կտեսնենք, թե ինչպես ամբողջ Երուսաղեմը թղրտաց, երբ Հիսուս մտավ դաջար, եւ անգե անմիջապես վերջ ավետարանիչը մեզի կպատմե նաեւ ուրիշ թեփը, թզենիի ձարին չորացումը, գիշեք այդ թզենին, որում մոտեցավ մեր Տերը, որպեսի բդուղ քաղեագե, եւ բդուղ չգտնելով վրան, անիծեց թզենին։ Հաջորդ օրը, երբ նույն դեղին անցնեին, Պետրոս կտեսնե, որ թզենին չորցած է, եւ Հիսուսի գհիշեցնե, որ 3 տուն անիծեցիր այս թզենին եւ չորցավ։ Եվ ոնե որ Հիսուս գսե Պետրոսին, եթե հավատքով ըսեք ձարիմը արմադախիլ եղիր եւ գնացովի մեջ տնգվիր, ցեզի կհնազանդի, բայց պայման է, որ հավատակ, թե պիտի ըլլա ծեր ասածը, ոչ թե հավատակ ծեր անձնական ուժերուն վրա հիմնվելով, այլ հավատակ, որ այն Աստվածը, որ ցեզ ստեղծած է, ունի այդ իշխանությունը ընելու։ Եվ անգե դեռ ավելի մեծ բան մգնե մեր Տեր Հիսուս Քրիստոս 11-րդ գլխում մեջ գրգին Մարգոսի, երբ դաջար կմտնե, եւ դաջարը կմաքրակորձե դաջարի մեջ արևդուր ընողներեն եւ գավելցնե եւ գսե իմ հորս դունը աղոտքի դուն է եւ դուք ավազակներու ոչ դարձուցած եք։ Անշուշտ դաջարի մեջ պատասխանատուներ կային, որոնք քահանայապետներն են, թբիրները եւ ձերերը, եւ չգարենալով հանդուրժել, որ իրենց համար
Նազարեթի քյուրեն չուսանած եւ չուսյալ մեկը գուկա եւ իշխանություն կփանեցնե դաջարի մեջ եւ ժողովրդին արչեւ փաստելու համար իրենց իշխանությունը գհագաջարեն Հիսուսի հետ եւ իրեն կհարցնեն ինչ իշխանության կնես եւ ով դվավ քեզ այդ իշխանությունը անշուշտ նպատակին բարի չէր չարամտությամբ եղած հարցում մներ որովհետեւ ինչպես իսի գուզեին թագարտ մլարել Հիսուսի որբեսի անպաստանեն զինքը սակայն մեր Տերը Հիսուս Քրիստոս արտնամտությամբ իրենց հարցումին հարցումով կպատասխանե հիշեցնելով իրենց Հովանես Մկրտիչին առաքելությունը եւ քանի որ քահանայապետները եւ թբիրներն ու ծերերը շատ լավ գիտեին 5 դագարանը Սուրբ Գիրքը գիտեին նաեւ որ Սուրբ Գիրքին վերջին մարգարեն մարգարեացած էր ասելով որ Եղիան գրգին բիլիկա եւ եթե գիհիշեք երբ Հիսուս Տապորական լերան վրա այլագերբեցավ ինչը սավ Հովանես Մկրտիչի մասին սավ Եղիան էր որ բիլիկա Հետևաբար հիմնվելով այդ ճշմարտության վրա որ մարգարեին գոմեն նախակուշակված էր Հիսուս իրենց հարցումը կհարցնե Ասեք ինձի Հովանեսի առաքելությունը աստվածային էր կամ մարդկային Եվ ինչպես լսեցինք իրենք իրար մեջ խորհրդակցելով գորոշեն պատասխանել չեն գիտեր Սևովը պատասխանատվությունը ճշմարտությունը արտահայտելու ճշմարտությունը պաշտպանելու իրենց վրայեն գտոթափեն Եվ անոր համար է որ Հիսուս իրենց կսե ես ալ ցեզի չեմ ասել ես ինչ իշխանությամբ գնեմ ինչ որ ես գնեմ Այս ավետարանին թեփքը մեզ ամեն մեկը նույն հարցումին արժև գտնե որպես անհատ հավատացյալներ որպես գեղարականներ որպես ավակացու վարդապետներ գրոնավորներ Ինչ է մեր պատասխանը Հիսուսի Արդյոք գտնունինք աստվածային փրկչակորձական ծրագրին իրականացումը մեզ յուրաքանչյուրին հոգիի մտքին ու սրտի մեջ կամ ինչպես քահանայապետները ծերերն ու թբիրները գետրոնանալով խստասրդությամբ մեր եսին վրա ինքնագետրոնը լալով գմերժենք աստուծո ծրագիրը Չեմ խոսիր ուրիշներուն կարոզելու մասին, այլ խոսիմ ինձ մեզ սկսյալ, մեզ ամեն մեկու մասին։ Ճիշտ ինչպես որ Հիսուսը ասավ հրյաներուն եւ որ բորնգության մեջ բռնված գինը բերին արջևը։ Ասավ իրենց ցեզ մի անմեղը, թող առաջին քարը ներե։ Այսօր այս հարցադրումն է, որ Հիսուս ավետարանին միջոցով մեր առջև գտնե եւ թեր ավելին մեր նախահայրերը որ պատրաստած են մեր դիսական արարողության բոլոր ավետարանները այդքան քեղեցիկ գերբով համատրած են Սուրբ Գիրքի ընթերցանությունները որ Սուրբ Բողոսի այսօրվա նամակը գորընթացներուն որ կահված է երկրորդ նամակին վերջին գլուխեն եւ վերջին հատվածը Առաջին խոսքերը մեզի գսեն դուք ցեզ քննեցեք Դեսեք եթե Հիսուս Քրիստոսի համար գաբրիկ կամ դուք ցեզի համար գաբրիկ Այս է կարևորը մեզի համար Սիրելի ժառանգավորներ հadoop կերպով ցեզի է խոսքս Դուք աբակային պիտի դառնաք Աստուծո խոսքին Քարոզիչները, ծառայողները, օրինակը
ժողովուրդին։ Այսօրվն է, որ գսկսի ծեր առաքելությունը։ Մի գարձեք, որ այդ բահին, որ եպիսկոպոսը իր ցերկերը ցերկուխուն վրա գտնե, հանգարց վերեն շնորհքը պիտի իջնե եւ ամենակետ պիտի դառնաք։ Հիմա է, որ գսկսի զարգացումը։ Հիմա է, որ գսկսի փրկությունը։ Այսօր է, որ Աստված գբահանչե մեզ ամեն մեկեն, որ եսասիրությունը մեկ կողմ տնենք եւ մեր սիրտը բանանք Աստուծո նախախնամության ցերկերուն արչեւ։ Ինքն է, որ գհոգա, ինքն է, որ գոքնե, որովհետեւ այքին, որում մեջ գոչված ենք որպես գերականներ աշխատելու, մերը չէ։ Մենք բարձավես ամբիդան ծարաներ ենք գադարելու համար Աստուծո գամքը։ Եվ Երանի այն ծարային Հիսուս կսե ավետարանի մեջ, երբ դերը գուկա հավախոսին, գեսորին, ցերեգին կամ գեսքիշերին եւ զինք պատրաստ կգտնե։ Սիրելիներս, այս կապարներով աղոթենք, որբեսի ամենապարին Աստված Սուրբ Ինքնադիոս Մալոյանի օրինակը դպավորե մեզ ամեն մեկուն սրտին, մտքին եւ հոգին մեջ, որբեսի ինչպես որ ինքը ապրեցավ մինչև վերջին վարյան, մինչև իր արյան հեղումը ծարայելով եւ քաչալերով իր հավատացյալները, մեզ ամեն մեկն ալքաչություն ունենա այդ աստվածային շնորհքով ծարայելու Աստուծո այքին մեջ։ Ամեն։